Բարև ձեզ, Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանը կարևոր դիվանագիտական իրադարձության նախաշեմին է։ Երևանը պատրաստվում է հյուրընկալել եվրոպական լայնածավալ գագաթնաժողով, որը մի հարթակում կհավաքի տարբեր երկրների առաջնորդների, քննարկելու տարածաշրջանային եւ համաեվրոպական օրակարգի առանցքային հարցերը։ Այս համատեքստում Հայաստանում նախատեսվում է նաեւ Էմանուել Մակրոնի պետական այցը, որը կարող է նոր ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցության խորացման հարցեր, այլև կստորագրվի ռազմավարական կարևոր փաստաթուղթ։ Ինչ նշանակություն ունի այս գագաթնաժողովը Հայաստանի համար, ինչպիսի քաղաքական եւ անվտանգային ուղերձներ է այն կրում եւ արդյոք կարող է իրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես կարծում եմ նախ մեր հասարակությանը պետք է առհասարակ բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոպական համայնքի այս գագաթնաժողովը, որովհետև ցանկացած գագաթնաժողով, երբ այսպես կա Եվրոպա բառը ասոցացվում է Եվրամիության հետ։ Սրանք ունեն տարբերություններ։ Իհարկե, սրանք ունեն տարբերություն, նախ եւ առաջ անդամ պետությունների քանակը հստակորեն եւ անդամ պետություններն այլ պետությունները, սա ներառում է նաեւ լայն հարևանության պետությունները։ Մեր քաղաքացիները թերևս լավ հիշեն այս գագաթնաժողովը, այս ֆորմատը Հայաստանի վերաբերելի հարցերի մասով, եւ ես ուզում հիշեցնել, որ նման այս հենց ֆորմատի գագաթնաժողովի շրջանակներում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա Պրահայում էր, կհիշեք, դրան հետևեց իհարկե ուրեմն եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում, այսինքն սա մի ֆորմատ է, որտեղ որ քննարկում են տարատեսակ հարցեր, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին ասեմ, թե որ ինչով է հատկանշական այս մեկը։ Նախ եւ առաջ առաջին անգամ է, որ մեր տարածաշրջանում որևէ պետություն հյուրընկալում է այս քանակությամբ պատվիրակների այս ֆորմատով։ Առհասարակ Հայաստանը առաջին պետությունն է մեր տարածաշրջանում, որ հենց այս հարթակը կհյուրընկալի։ Դուք գիտեք, որ բանակցություններ էին տեղի ունենում եւ ընդհանուր տարածաշրջանային համաձայնություն կար, որ այս մեկը կհյուրընկալվի Հայաստանում։ Երկրորդ կարևոր հատկանիշը այն է, որ Հայաստանը ըստ էության դառնում է համաեվրոպական օրակարգի բնորեն։ Այսինքն քննարկումները չեն սահմանափակվելու տարածաշրջանում, ըստ էության Հայաստանում քննարկվելու են համաեվրոպական հետաքրքրության հարցեր, եւ մենք ուրախ ենք, որ ունենք այն թե կարող եմ ասել վստահություն այլ պետությունների մոտ, թե հետաքրքրությունը ընտրելու Հայաստանին որպես հյուրընկալ երկիր։ Դուք քանի որ մի քանի արդյունքների մասին նշեցիք, որոնք վերաբերելի են Հայաստանին, որոնք այլ երկրներում են անցկացվել, հետաքրքիր է այս գագաթնաժողովը մեզ համար ինչ արդյունք կարող է տալ արդեն, բացի արարողակարգային նման մեծ միջոցառում լինելուց, բացի նրանից, որ տարբեր երկրների առաջնորդներ են ժամանելու Հայաստան, այն մեզ համար կոնկրետ ինչ արդյունք սա կարող է տալ։ Նախ ուզում եմ ասել, որ սա ամենամեծ միջոցառումն է, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։ Թերևս սրան մրցակից կարող է համարվել ֆրանկոֆոնիան, եթե կհիշեք 2018 թվականին, բայց կրկին սա ամենամեծ միջոցառումներից մեկն է, կլոր սեղաններով քննարկումներ են ենթադրվում, որոնց կհետևեն քաղաքական հայտարարություններ եւ ըստ այդմ կհասկանանք, թե Հայաստանը շոշափելի ինչ արդյունք կարող է ունենալ, բայց այն, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթնաժողովը արդեն շատ մեծ ազդակ է, շատ մեծ գնահատական Հայաստանի Հանրապետությանը եւ ես կարծում եմ, որ ընթացս կհասկանանք, թե շոշափելի ինչ արդյունքներ կարող ենք ունենալ։ Քննարկվող թեմաները բազմազան են, որոնցից մենք կարող ենք բաներ ստանալ, օրինակ հիբրիդային գրողները, որոնք իսկապես համաեվրոպական օրակարգ են, ժողովրդավարության պաշտպանությունը, խաղաղությունը, էներգետիկ անվտանգությունը, սրանք այն ուղեծրեր են, որոնց շուրջ կծավալվեն քննարկումները։ Այսինքն կոնկրետ Հարավային Կովկասին վերաբերելի քննարկումներ կլինեն, թե դարձյալ, օրինակ եվրոպացի առաջնորդները կգան այստեղ, դարձյալ իրենց մտահոգությունը կարտահայտեն ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Այսինքն կոնկրետ մեր տարածաշրջանի վերաբերյալ որքանով են սպասելի քննարկումներ։ Գիտեք, քանի որ Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղությունը առհասարակ համաեվրոպական հետաքրքրության թեմա է, որովհետեւ անխոս խաղաղ տարածաշրջանը ենթադրում է նաեւ ենթակառուցվածքներ, ենթադրում է նաեւ էներգետիկ համագործակցություն եւ այլն, այսինքն որպես տարածաշրջան մենք իսկապես հետաքրքիր ենք Եվրոպային եւ այս առումով բնական է, որ չեն կարող դուրս մնալ որևէ քննարկումից, ընդհանրապես կհասկանանք, դուք գիտեք, որ պատվիրակների վերաբերյալ տեղեկություններ սովորաբար ագնեն մինչեւ վերջին պահը սպասում է, բայց գիտենք
դուք էլ նշեցիք, ձեր բազմախոսքում Էմանուել Մակրոնի այցը, Ֆրանսիայի ներգրավվածությունը եւ սրանից էլ անդին ուզում հիշեցնել, որ կազմակերպությունների քարտուղարությունների մասնակցություն են ակնկալում եւ դրան գրեթե զուգահեռ տեղ ունենալու Հայաստան ԵՄ առաջին բարձրաստիճան գագաթնաժողով, որն ըստ էության շատ մեծ միջոցառում է Հայաստանի համար, հաշվի առնելով թե մեր ժողովրդի հավակնությունները էլ ավելի խոր ԵՄ ինտեգրման եւ թե մեր կատարած աշխատանքը, ուզում հիշեցնել, որ Հայաստանը այս պահին միակ պետությունն է, որ Եվրոմիության հետ բանակցում է վիզաների ազատականացում եւ այն բանակցում է շատ ինտենսիվ եւ շատ բարձր որակով եւ դրա գնահատականը մենք արդեն ստացել ենք մեր ԵՄ գործընկերներից, ովքեր արդեն մեզ փոխանցել են գործողությունների պլանը, մեր քաղաքացիները արդեն կարող են աշնանը ակնկալել այս նոր բիոմետրիկ անձնագրերը եւ որոշ օրենսդրական փոփոխություններից հետո կարող ենք ասել, որ սարերի ետևում չլինի։ Իհարկե ակնկալիքներ չեմ ուզում գեներացնել, բայց ամեն ինչ իր շատ տրամաբանական հունով ընթանում է։ Այստեղ մի ինտրիգային հարց ամեն դեպքում կա, հրավիրվել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որքանով է սպասելի, որ նրանցից ներկայացուցիչներ կլինեն, թե արդեն ամեն դեպքում ունեք ազդակներ կամ գուցե արդեն հաստատումներ, որ որևէ ներկայացուցիչ չի լինելու եւ ինչով կբացատրեք օրինակ դա։ Ես իհարկե այս հարցը կթողնեի արտգործնախարարության տիրույթում, որովհետեւ ըստ էության նրանք են այն հասցեատերը, ովքեր ստանում են վերջնական հաստատումները, բայց ես ուզում եմ ասել, որ մենք մեր հասարակությունը կարծում եմ դրական է ընդունում խաղաղության օրակարգը, մենք տեսանք, որ մեր հասարակությունը դրական ընդունեց նաև Ադրբեջանի փոխվարչապետի այցը։ Ամեն դեպքում մեր հասարակությունը բարձր է գնահատում խաղաղությունը եւ բարձր է գնահատում իշխանության ջանքեր այն ինստիտուցիոնալիզացնելու։ Հասկացա, ես դիվանագիտորեն շրջանցեցիք, բայց շատ լավ։ Հայաստան է գալու նաև Ուկրաինայի նախագահը ըստ էության, այս մասին դեռևս հաստատված տեղեկություն չկա եւ սովորաբար նման բարձրաստիճան այցերը, գիտեք, չենք հաստատում կամ հերքում հաշվի առնելով, որ վերջին պահին ամեն դեպքում Ուկրաինայում էլ հաշվի առնելով իրավիճակը կարող է հաստատվել կամ ոչ։ Շատ լավ, ամեն դեպքում Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանից մտահոգիչ քայլեր, պատասխաններ չեք սպասում, չկան մտահոգություններ։ Այս մասին հարց հաճախ է հնչում, հաշվի առնելով հատկապես, որ նման ֆորմատներում նկատի ունեմ գագաթնաժողովը հայտարարությունների ընդունման պրակտիկա կա եւ հարց է հնչում պարբերաբար, թե որքանով է Հայաստանը պատրաստ միանալ նման հայտարարությունների։ Մեր քաղաքացիներն ուզում են այսպես պատասխան ձևակերպել, որպեսզի իրենք վստահ լինեն, որ ցանկացած քայլը, որ անում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, սպասարկում է մեր պետական շահը։ Եվ որևէ հայտարարություն կամ քայլ, գործողություն, որը սպասարկել է մեր պետական շահը, մենք պատրաստ ենք դրան միանալ, բայց քանի որ այս պահին էլ չկա որևէ հաստատված տեքստ հայտարարության եւ չեմ շտապի այս մասին խոսել, բայց ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանը իր դաշնակիցների կամ ոչ դաշնակիցների հետ հարաբերվելիս առաջինը մտքում պահում է սա. մեր այս քայլը որքանով է սպասարկելու մեր առաջ քաշած կարմիր գծերը, որքանով է սպասարկելու այն օրակարգերը, որոնք մենք առաջ ենք տանում եւ ըստ այդմ կողմնորոշվում։ Իսկ այս գագաթնաժողովը ընդհանուր առմամբ ինչպես կարող է ազդել Հայաստանի հավասարակշռված քաղաքականության վրա։ Դարձյալ այդ լարվածությունը Ռուսաստան արևմուտք հաշվի առնելով, որովհետեւ մենք էլ նաեւ դուք ձեր նախընտրական նշել եք ձեր նախընտրական ծրագրում, որ պետք է շարունակեք վարել հավասարակշռված քաղաքականություն։ Այո, բալանսավորման քաղաքականությունը իցուց դրեց իր արդյունավետությունը եւ մենք ունենք հիմա մի իրավիճակ է, որ մենք ունենք ռազմավարական համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, ունենք բավականին զարգացող հարաբերություններ Իրանի հետ, մենք Էմանուել Մակրոնի այցը հատկանշական կլինի նաեւ ստորագրվող այլ փաստաթղթերով, այսինքն մենք իսկապես կարողանում ենք վարել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն եւ միաժամանակ օրինակ մեկնել Ռուսաստանի Դաշնություն եւ բաց խոսել ժողովրդավարության առաջընթացի, մեր ներքաղաքական օրակարգերի։ Ես կարծում եմ, որ այնինչ այսքան կասկածի տակ էր դրվում հատկապես ընդդիմության կողմից, իցուց դրվեց մեր քաղաքական թիմի կողմից, որ բավականին արդյունավետ է եւ որ դու բոլորի հետ խոսում ես բաց եւ թափանցիկ, այլ ոչ թե տարիներ շարունակ օրինակ բանակցում եվրոպական օրակարգ եւ հետո մի օրում որոշում միանալ մաքսային հիմա արդեն Եվրասիական միությանը։ Այսինքն որ դու բաց եւ թափանցիկ ես, դու հասցեագրում ես քո մարտահրավերները եւ խնդիրները։ Այդ մասին հավասարապես խոսում ես բոլոր քո ռազմավարական դաշնակիցների հետ, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում հնարավոր է։ Այո։ Տիկին Ղազարյան, գագաթնաժողովն անցկացվելու է կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում։ Ինչ է իրականում նշանակում այս կարգախոսը եւ Հայաստանը ինչպես է պատկերացնում իր դեր այդ միասնության մեջ։
Ես երևի ստիպված եմ վերադառնալ Եվրոմիության ակունքներին, պատմելու թե ինչու ստեղծեց Եվրոմիությունը։ Եվրոմիությունը ստեղծվեց խուսափելու երրորդ համաշխարհային պատերազմը, եւ որ գերտերությունները չեն կարողանում համաձայնության գալ Էլզաս եւ Լոթարինգիայի շուրջ։ Եվ շատ կարեւոր էր, որ այս հանքերի շուրջ չգալով համաձայնության Եվրոմիությունը եւ Եվրոպան առհասարակ հասկացավ, որ իր ապագան, իր անվտանգությունը պետք է կառուցել համագործակցության շուրջ։ Եվ ընդհանուր առմամբ Եվրոմիությունը առհասարակ տարածաշրջանային հարաբերությունների մասին է։ Եվ հենց սա է Եվրոմիության հիմքում, այսինքն փոխլրացումը, համագործակցությունը, եւ ես վստահ եմ, որ իրենք Հարավային Կովկասը հենց այս տրամաբանության մեջ են դիտարկում են այն հնարավոր ենթակառուցվածքային համագործակցություն, որ կարող են տեղ ունենալ մեր տարածաշրջանում, ուզում եմ հիշեցնել Սևծովյան մալուխի մասին, որ ըստ էության Հարավային Կովկասին կարող էր դարձնել հետաքրքիր դարձներ եմ ասում, որովհետեւ դուք գիտեք, որ այնուամենայնիվ այս խոսակցությունը դեռ արկախված է էներգիա արտահանող տարածաշրջան, այսինքն Եվրոմիության տարբեր ծրագրեր ուղղված են ենթակառուցվածքային ամրությանը, տարածաշրջանի փոխկապվածությանը, տնտեսական զորեղացմանը, եւ ես կարծում եմ, որ այո, Եվրոպան դեռ չի չեղարկել ամեն դեպքում իր ընդլայնման օրակարգը, համագործակցության օրակարգը, այս պահին Թուրքիայի հետ բանակցում են նոր մաքսային միության պայմանագիրը, այս ամենը հենց դրա մասին է, կայունության եւ միասին ուժեղանալու մասին, ել չեմ ասում, որ Եվրոմիություն առհասարակ կա այս քննարկում, բայց արդեն նաև ակադեմիական մակարդակում ավելացնելու իր անվտանգային բաղադրիչը եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը նաև հայտ է ներկայացնել լինելու իր միսիաների, առաքելությունների անդամ, դուք հիշեք, որ խորհրդարանը մի քանի ամիս առաջ վավերացրեց մի փաստաթուղթ, որով Հայաստանը հայտ ներկայացրեց առաքելությունների մաս լինելու։ Դրանք անվտանգային բաղադրիչ ունեցող առաքելություններն են, Հայաստանն իհարկե մի տեսակ է, կա Կոսովոյը մի այլ տեսակի եւ Հայաստանը կարող է լինել ոչ միայն սպառողը Եվրոմիության այս առաքելության, այլ նաև իր ներդրումն ունենա դրա զարգացման գործում։ Հաշվի առնելով այն ամեն ինչ հիմա տեղի է ունենում, հա, թե տեղի ունենալու Հայաստանում եւ այդ քայլերը արդյոք սրանք կարելի է դիտարկել Հայաստանի եվրոպական ինտեգրման համատեքստում։ Ես ավելի շատ դե իհարկե մյուս գագաթնաժողովի մասին կարող եմ ասել, որ սա դրա մասին է, նրա մասին է, որ Հայաստանը նաև մենք մեր նախընտրական ծրագրում ենք գրել, որ ամփոփելով կատարված աշխատանքը մենք ցանկանում ենք ել ավելի ինտեգրվել Եվրոմիության հետ։ Այո, այս պահին միակ իրավապայմանագրային հիմքը դա ՍԵՊԱ-ն է, մեր հարաբերությունների, բայց դուք գիտեք, որ կա գործընկերության նոր օրակարգը, որը այս անգամ նաև էներգետիկ ոլորտն է նաև ներառել Եվրոմիություն Հայաստան օրակարգը շատ բազմազան է։ Սյունիքից մինչև Երևան մենք ունենք բազմազան ծրագրեր։ Տնտեսության դիվերսիֆիկացիայից մինչև օրինակ դպրոցներում տարբեր ծրագրեր։ Այսինքն Եվրոմիությունը նաև Հայաստանում երկրորդ առաքելությունն է։ Դուք գիտեք տեղակայել, սա արդեն հիբրիդային գրողների դեմ առաքելությունն է, որը 2 տարի մանդատով այս պահին Հայաստանում է, այսինքն շատ բազմազան է Եվրոմիության Հայաստանի օրակարգերը։ Որի նաև համատեքստում քաղաքական ներբերանքներ են դիտարկվել արդեն։ Դե գիտեք, տրվում է, ասում են նախընտրական ինչ-որ միսիա է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ սա քաղաքացու անվտանգության հարցն է, որովհետև 21-րդ դարում այսպես մարտահրավերները ոչ միայն ֆիզիկական անվտանգության տրամաբանության մեջ է նաև տեղեկատվական եւ ով ասեց, որ մարդիկ ավելի շատ չեն տառապում այս ապատեղեկատվության գրողներից, քան ֆիզիկական հարձակումներից։ Այսինքն երկուսից էլ կարող են հավասարապես հյուծվել եւ վնասներ ունենալ։ Իհարկե ֆիզիկականը կարող է շատ ավելի լուրջ լինել, բայց ամեն դեպքում այս ապատեղեկատվությունը առաջացնում է պետության նկատմամբ հսկայական անվստահության մթնոլորտ, որի հետևանքը կարող է լինել առհասարակ պետության կորուստը, որովհետեւ երբ որ ամեն օր ներարկում են, որ Հայաստանը անվտանգ չէ, կհիշեք մի պահ որ ամեն օր ռումբերի տեղակայման մասին ապատեղեկատվություն կար, դա կարող էր հանգեցնել եւ որոշ երկրներում հանգեցրել է, օրինակ, որ մարդիկ լքել են իրենց հայրենիքը, ապագան չեն կապել, այսինքն այս ապատիկ միջավայրի ձևավորումը ազդեցություն ունի ցանկացած քաղաքացու վրա եւ շատ կարեւոր է, որ Եվրոմիությունը եկել է մեզ օգնելու հաղթահարել նաեւ Հայաստան եկող ապատեղեկատվությունը։ Մենք հիշում ենք, որ խորհրդարանում ընդունվեց նախագիծ Եվրոմիության անդամակցելու մտադրության վերաբերյալ։ Տիկին Ղազարյան, բայց անգամ նրանք, ովքեր որ նախաձեռնել էին, նման նախաձեռնությամբ էին հանդես եկել, հիմա շատ դեպքերում իրենց հայտարարություններում նաև այսպես քննադատում են իշխանություններին, ասում են գործուն քայլեր չենք տեսնում, չի արվում, մատնանշում են ՀԱՊԿ-ը, մատնանշում են ԵԱՏՄ-ն։ Դուք ինչ եք կարծում, որքանով է Հայաստանի ՀԱՊԿ-ում
շարունակել լինելը եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելը խանգարում Եվրամիության անդամակցությանը։ Տեսեք, բարձ է, որ երկու մաքսային ռեժիմներում Հայաստանը լինել չի կարող։ Այսինքն ինչ որ պահին մեր ընտրությունը լինելու է ԵԱՏՄ կամ ԵՄ։ Բայց որpիսի մեր քաղաքական երազանքների եւ տնտեսական հնարավորությունների միջև ճեղքվածք այսքան ահռելի չլինի, մենք այս ճեղքվածքը փորձում ենք փոքրացնել։ Ավելի բարձ լեզվով եթե ասեմ, եթե նույնիսկ մենք այս պահին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնենք, մենք կարող է ստացվել այնպես, որ մեր արտահանման ապրանքների մի մասը, զգալի մասը ԵՄ արտահանման ենթակա չլինի։ Օրինակ շշած լցված ջուրը, հա, այս օրինակը շատ հաճախ ենք բերում, սկսած փականից այն չի համապատասխանում ԵՄ հրահանգներին։ Հիմա կա խանութներում հայկական արտադրության ջուր, որի վրա մատնանշված է, որ համապատասխանում է ԵՄ այս հրահանգի։ Բայց մենք պետք է մեր տնտեսությունը պատրաստենք նախ եւ առաջ այս փոփոխությանը։ Եվ դրանում Եվրամիությունը մեզ օգնում է մի քանի գործիքակազմով։ Նախ եւ առաջ գումար տրամադրելով ստանդարտների բարելավմանը եւ լիցենզավորման գործընթացին։ Մինչեւ 1 միլիարդ եվրո ուղղվել է տարբեր գործիքներով Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսին, որովհետեւ դա նշանակում է, որ նրանք էլ ցանկանում են, որ Հայաստանը նրանք ցանկանում են օգնել Հայաստանին հետաքրքրող հարցերում եւ դրանցից մեկը արտահանման դիվերսիֆիկացիան է, որովհետև մեր պես փոքր երկրների համար անվտանգությունը միայն ռազմական անվտանգությունը չէ, դա էներգետիկ եւ տնտեսական անվտանգություն է եւ ես կարծում եմ այս գիտակցություն կա ամենուր եւ մենք էլ օգնում ենք, օրինակ կառավարությունը մի տարի արդեն ունի այս գործիքակազմ, որ սուբսիդավորում է այն ապրանքներ, այն տնտեսվարողներին, ովքեր իրենց ապրանքները իրենց ավանդական ուղղություններից անդին ուղարկեն նաեւ ԵՄ ուղղությամբ։ Այստեղ մաքսատուրքի սուբսիդավորում է տեղ ունենում, այսինքն գործիքները շատ են, բայց ես էլի ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ-ն նախ եւ առաջ տնտեսական գոտի է եւ ԵՄ անդամակցության հարցը բացառապես քաղաքական տիրույթում չէ։ Դու պետք է համապատասխանեցնես քո արտաքին պարտքից սկսած մինչեւ քո տնտեսություն, քո ճանապարհները, քո դպրոցները, քո մանկապարտեզները, այսինքն այստեղ հսկայական աշխատանք պետք է տարվի։ Ես չեմ ասում, որ չի տարվել եւ հենց ՍԵՊԱ-ն դրա մասին է եւ ՍԵՊԱ ճանապարհային քարտեզն էլ մոտարկումների մասին է, բայց աշխատանք դեռ իհարկե կա անելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանն էր։